Տիրոջ զավակները բացի որ պետք է իմանան Տիրոջ կամքը, նաև պետք է իմանան որն է Տիրոջը հաճելին, որն է Տիրոջ կամքին ընդունելի ընթացք, որովհետև մենք քրիստոնյաներս, եթե կանչվենք, բայց չփոխվենք, այդքան էլ ճիշտ չի, եթե կանչվենք, բայց չնմանվենք կանչողին, ճիշտ չի լինի, որովհետև իզուր կլինի այն, ինչը որ մեր կյանքի մեջ կամ լսել ենք։ Պողոս առաքյալն ասում է, ուրախանում եմ, որ իզուր չէր մեր ծառայությունը ձեր մեջ, միտեղ նման տողեր գրեց մի եկեղեցուն։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրը իր ապրած կյանքով պիտի ասի, թե նա ով է։ Պետք է նաև երևա, որ իր կյանքի մեջ բան է փոխվել։ Եթե մեզանում բան չփոխվի, մեր բնավորության գծերը, մեր մտածելակերպը, եթե ինչ-որ բան չթլպատվի մեզանում, ուրեմն մենք մտածելու տեղիք ունենք։ Ճիշտն ասած, 5 տակարանում այսօր թլպատության մասին հիշեցին, ես էլ հիշեցի, կուզեմ մի փոքր դրանով սկսեմ։ 5 տակարանում, երբ որ Իսրայել ժողովուրդը կամ թեկուզ անհատը, որ պետք է պատկաներ Աստծուն, նա անպայման պիտի թլպատվեր, դա օրենք էր Աստծո առաջ։ Եվ այսօր էլ մենք էլ ունենք մի հատ թլպատություն։ 5 տակարանից սկսած այդտեղ գրում է այդ մասերին, շատ տեղեր գրում է, մենք սրտի թլպատություն պետք է ունենանք Աստծո առաջ։ Այն էլ Սուրբ Հոգու ձեռքով կատարած թլպատությունը, որ հրաշալի բան է մեր մեջ սկսում եւ կատարում, որ իրապես քո միջոցով երևնա, թե ով է քեզի կանչե եւ դու ում կանչվածն ես։ Մի խոսք ունենք, չէ, ժողովուրդն էլ ունի, ասում է, տոշնի հերն է։ Հիմա մեզ նայողը պետք է իրականում տեսնի, որ տոշնի մեզ կանչողի նման ենք, բայց դա տեղի ունենում, երբ որ մեր կյանքի մեջ տեղի ունենում թլպատություն, մեր սրտի փոփոխություն, սա է նշանակում, որ մենք ուրիշ ենք, ուրիշ մարդ ենք, թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ Հիսուսն էլ, ինքն էլ Աստված լինելով, բայց մարմնի մեջ էր 33 տարի ու կես, այդպես էր Աստծո որոշումը, այդպես Աստված հաճեցավ, Հիսուսն ասեց, զոհ եւ պատարագ չուզեցիր, թե չէ ես հաստատ կտա այդքան գար կար հրյաների մեջ, լավ էլ պատրաստի զոհաբերություն անելու համար պատրաստ գարներ էին, բայց ասում է դու իմ համար մի մարմին պատրաստեցիր, որ ես նրանով երկրի վրա լինեմ։ Հետևաբար Հիսուսի համար որոշված էր հոր կողմից, որ նա պիտի մարմին հագնի։ Գիտեք, այդքան էլ հաճելի պրոցես չի, ես վստահ եմ, որ մարմին հագներ Աստված։ Անկամ մարմինի մեջից ելնողները, որ ետ են դարձել մահից հետո Աստված որոշել է, որ ետ դառնա մարմինի մեջ, ասում է, իմ մարմնից կեղտոտ հոտ էր գալիս։ Ես չէի ուզում ներս մտնել, բայց Տերն ասեց, մտիր, որովհետև բան ունեմ երկրի վրա անելու քո միջոցով։ Դե պատկերացեք կատարյալ Սուրբը, ստեղծողն արարիչը, Բարձրյալի Աստծո որդին որոշում կայացրեց, որ մտնի մարմնի մեջ, բայց եղավ այդպես, որովհետև այդպես պետք է լիներ։ Եվ երբ որ մտավ, երբ որ լույս աշխարհ եկավ, կույսից ծնվեց եւ ապրեց երկրի վրա, եւ երբ որ նրա ժամանակը հասավ, հետարքիր է, որ այն ինչ որ Աստծո խոսքը մեզ է սովորեցնում, կամ շաբաթ օրը սովորեցինք Աստծո խոսքից եւ այսօր էլ կսովորենք, դրանով նաեւ Հիսուսն անցավ։ Նա իրեն ուրիշ ձև չպահեց։ Չնայած որ երկրի վրա կային հոգևորականներ, որ օրինակ ղևտացիները, որ իրանց շատ սուրբ էին պահում եւ չեն էլ շփվում մեղավորների հետ, եթե անգամ մեղավոր էին տեսնում, իրանց ճամփեն հեռացնում են, որտեղ իրանք գետում էին եկեղեցի ծառայելու, հա, կամ պատարագ մատուցելու, բայց Հիսուսը մարմնի մեջ Աստված լինելով, օրենքի տերը լինելով, որտեղ նա էր օրենքը տվե մարդուն, բայց ինքն իրեն այդպես չպահեց։ Դրա համար այսօր դու այսօր ստեղ նստած ես, ես այսօր ստեղ կանգնած եմ։ Եթե ինքը այդպես պահեր, իմ կարծիքով բոլորս այսօր ուր կլինենք, չեմ ասի ուր կլինենք, բայց լավ բան չէր լինի մեր հետ։ Բայց նա, ասում է, երբ որ դու ընկած էիր քո մեղքերի մեջ եւ արյունով շաղաղված էիր, ասում է, ես անցա քո կողքով եւ ասեցի ապրիր ու դու ապրեցիր։
Նա իրեն մեզանից հեռու չպահեց։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե նա մեղավորների հետ իր շփումը սահմանափակեր, ինքը քահանաների ամենալավ աղբերը կլիներ, ինքը ղևտացիների ամենալավ ընկերը կլիներ, ինքը կասեր, այսիա որ սպասում ենք տարիներով, հաստատ այդ ժամանակ ընդունեն, բայց երբ որ նա իր հարաբերությունը, հաղորդակցությունը, մտերմությունը ինչքան մեղավոր մարդ կար դրանց հետ էր, դրա համար իրանք չընդունեցին, օրենքի մարդիկ չընդունեցին Հիսուսին եւ ասեցին, չէ, էսի Դավթի որդին չի, որ մեր մարգարեները գրի են արել։ Նրանք չտեսան նրա մեջ խոնար Աստծո, նրանք չտեսան նրա մեջ բարձրյալ Աստծուն, չտեսան այն տողերը, որ նրա մասին խոսում էին, որ պիտի կույսը հղիանա եւ մի որդի պիտի ծնվի եւ նրա անունը պիտի կոչվի սքանչելի խորհրդական, հզոր Աստված, խաղաղության իշխան եւ նրա իշխանությանը վերջ չի լինելու։ Դե նման մարդու հատկանիշները բնութագրող այդ խոսքերը դե պիտի նայենք հատուկ կառուցվածքով, կազմով, շորով, չէ, կարգով, բանակով, թիկնապաներով, բայց ով էին իա թիկնապաների, անգերների, իա կողքի մարդիկ ով էին, ձուկ բռնող, հարկահավաք, ասություն հարգայիները էլի, ով ասիրում այսօր, չէ, մանավանդ բիզնեսի մարդիկ այդքան է, ինչևից է, Տերը օրհնի իրանց աշխատանքը, այո, դա էլ է պետք։ Եվ նմանատիպ մարդիկ, բանվոր, մեղավոր, Պետրոսը ինքը պրոֆեսիոնալ ձկնորս էր, երկրի վրա ներ բաներ կար հարցնելու, ես էլ եմ ձկնորսություն շատ սիրում, ասում է, երբ որ Հիսուսը մտավ իր նավը եւ ինքը հասկացավ, թե ով է, Հիսուս ասեց, Տեր, ես այնքան մեղավոր եմ, իմ մոտ մի արել ես նավը, ես մեղավոր եմ։ Պետրոսը հասկացավ իր ով լինելը եւ նրա ով լինելը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ մենք էլ կարիք ունենք ճանաչելու։ Եթե աշակերտները 33 տարի ու կես Հիսուսի հետ շրջեցին, ավելին 3 տարի ու կես Հիսուսի հետ շրջեցին, միգուցե միջև հետ էլ ճանաչում էին, որտեղ շատ ժողովուրդ են ասում, դե ես այն հույսնի որդին չէր, պլոտնիկի տղա էր, ինքը երևի Հովսեփի հետ գործ էր արել, սեղան էին սարքել, վաճառել էին, կարիքներ էին հոգացել, հարևանները ճանաչում էին, գյուղացիները ճանաչում էին, բայց նրան չէին ճանաչում այնպես, ոնց որ 3 տարի ու կես է 12 հոգին։ Բայց երբ որ աշակերտներից մեկը Հիսուսին տեսավ, արդեն երկնքում, իր փառքի մեջ, կուզեմ սա կարդամ, որ իրոք ապշեսնող է այս Հովանեսը, գիտեք ով էր, ինքը Հովանեսը Պետրոսը չէր, Պետրոսի նման չէր, Հովանեսը Թովմասի նման չէր, Հովանեսը 11-ի նման չէր, նա առանձնանում էր, գիտեք ինչով, նա առանձնանում էր մի բանով, որտեղ անընդհատ ասում է Հիսուսի լանջով ընկած էր։ Սենց թևը գցել վզով, շատ մտերիմ հարաբերության մեջ են եղել, ի տարբերություն մնացած աշակերտների, դրա համար երևի թե Պետրոսն էլ հետը խոսակցություն ուներ, ասեց, բա սրա հետ ինչ անելու, ասեց, քո ինչ գործ։ Ես որ ուզում եմ մնա, ինքը կմնա, դու իմ գառնեն արածացրա։ Դու գործ չունես։ Եվ այդ Հովանեսը ասում է, կիրակի օրը, շեշտում է, կիրակի օրը հոգու մեջ շատ հրաշալի պահ ասա, երբ որ դու եթում ես կիրակի օրը ծառայության, դե այսօր Երևանի համար է շաբաթը, բայց կիրակի էլ կա Աբովյանում, Փառք Տիրոջ այդ տարածքի համար, ասում է կիրակի օրը ես հայտնության առաջի գլուխ 10-րդ խոսքը, եւ կիրակի օրը եղա հոգում, եւ իմ ետևից մի ձայն լսեցի, ինչպես փողի ձայն, որ ասում էր, ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինն ու վերջինը, եւ ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մեջ, որ ուղարկիր այն 7 եկեղեցիներին, որ Ասիայում են, Եփեսոս, Զմյուրնիա, Պերգամոն, Թիվատերիա, Սարդե, Ֆիլադելֆիա եւ Լավոդիկե։ Եվ ասում է, ես ետ դարձա այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խոսում էր, եւ երբ որ դարձա 7 ոսկի ճրակակալները տեսա։ Մենք գիտենք, Աստծո տաճարում 7 ճրակակալները շատ կարևոր դեր ունեին, նրանք միշտ դա նաև
խորանի մեջ էր հենց դրվում 7 ճրակակալներն էր, հացի սեղանն էր, լվացվելու ամմանն էր եւ վարակույց ենքոմ սրբության սրբոցն էր, դրանք շատ կարեւոր առարկաներ էին Աստծո տաճարի մեջ, որ Մովսեսը կառուցեց եւ ասում է 13-րդ խոսքը եւ այն 7 ճրակակալների միջում մեկը մարդու որդու նման պճնավոր պատմուճանը հագած եւ ստինքների մոտ ոսկե գոտի կապած եւ նրա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձյունի պես սպիտակ էին եւ նրա աշկերը կրակի բոցի պես եւ նրա ոտները կարմրած պղնձի պես իբրև հնոցի մեջ կրակ եղած եւ նրա ձայնը շատ ջրերի ձայնի պես եւ իր ձեռքումը 7 ասխեր ուներ եւ նրա բերանիցը սրած երկսարի սուր էր դուրս գալիս եւ նրա երեսն ինչպես արեգակը որ ճարագայթում է եւ իր զորությամբ եւ երբ որ ես տեսա նրան մեռելի պես ընկա նրա ոտների առաջին եւ չեմ շարունակի դուք կարդաք հիմա հարց Հովանես 3 տարի ու կես գիրկն ես եղել փաթաթված թևդ գցած ես, չես ճանան, չէ? Չես տեսել այդ Աստծուն, չես տեսել այդ մարմնի մեջ նրան ում աշկերը կրակի բոց էր, ում մազերը սպիտակ բուրդի պես էին, էլ չի իմացել ոնց նկարագրի, այտենց է նկարագրի իմ կարծիքով, զարմանքից, հիասմունքից, որտեղ նույն հիասմունքը սերովբեները գիշեր ցերեկ հավիտենության մեջ ունենում են բարձյալ Աստծո գայի առաջ, երեք պտույտում եք բղավում են սուրբ է զորացները, տնաշն 3 կրուգը մեկ ասում ես, չտեսար որ ինքը սուրբ է, ոչ ես նրան ամեն 3 պտույտը մեկ բացահայտում եմ նրա փառավոր տեսակը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ Հովանեսը դա տեսնելով հասկացավ, որ սա այն ուսուցիչը չի, որ ես նրան փաթաթվում եմ ամեն ժամանակ։ Սա մի ուրիշ տեսակ, մի ուրիշ էակ է։ Այ իսկականից ես հասկացա, թե նա ով էր։ Բայց ինչքան ես ու դու կարիքն ունենք ճանաչելու, թե նա ով է։ Եթե աշակերտն այդքան հետը ապրել է, բայց հետո նորից զարմացավ, մենք էլ կզարմանանք, երբ որ տեսնենք, թե Տիրոջ փառավոր, Տիրոջ փառքը տեսնենք։ Շուտով կտեսնենք։ Մի կարճ ժամանակ Հիսուսն ասեց, ես ձեզ հետ չեմ լինի, բայց շուտով կգամ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Շնորհակալ ենք, որ մինչև հիմա չի եկե, որտեղ եթե եկածներ ես դժվար ապաշխարեի, դու դժվար ապաշխարացնեիր, որ գար արդեն գործը ավարտին պիտի հասներ, բայց չի եկե, այդ կարճ ժամանակը հələ 2000 տարի է եթում է, պատմես իրա կարճ էլ 2000 տարի կա, բա որ ասել շատ ժամանակ հետո փառք Տիրոջը, թող Տիրոջ անունը փառավորվի, այստեղ երևում է, որ իրապես հավիտենական Աստված է, իրա կարճ 2000 տարի է տևում է, թող Տիրոջ անունը փառավորվի, շատ լավ, եկեք տեսնենք Քրիստոսի ապրած կյանքը երկրի վրա, ինք իր կյանքով, իր անձով ինչ սովորեցրեց մեզ։ Մատթեոս 3-րդ գլուխ Պատգամիս վերնագիրը վայելուչ, շատ լավ բառ է, չէ՞, վայելուչ, փառք Տիրոջը, կուզենք այսօր Աստված մեզ էլ հագցնի այդ վայելուչ հանդերձը։ Մատթեոս 3-րդ գլուխ 15-րդ խոսքի մեջ Հիսուսը մի հրաշալի բան ասեց, որ իրապես զարմացրեց ինձ։ Եվ Հիսուսը այն ժամանակ 13-րդ խոսքից կարդամ, եւ այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան Հովանեսի մոտ նրանից մկրտվելու։ Չհետարքիր է, չէ՞։ Եկավ Հովանեսի մոտ նրանից մկրտվելու։ Հովանեսն եկել է, որ իր մասին պատմի, ինքն եկել է, որ Հովանեսից մկրտվի։ Մենք ստեղ արդեն տեսնում ենք Աստծո որդու հնազանդությունը հոր կամքին, հոր ծրագրին։ Եվ ասում է, եւ Հովանեսը արգելում էր նրան եւ ասում, ինձ է պետք քեզնից մկրտվեմ, եւ դու ինձ մոտ ես գալիս, որ ես քեզ մկրտեմ։ Հետարքիր է, չէ՞։ Օրինակ կարա չէ Հիսուսն ասես, բայց ճիշտ ասում է, մտի ջուրը։
Բայց ասես չէ։ Նայեք ինչ ասեց. թույլ տուր, որ հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարությունը կատարվի։ Էդի անձի վայելում։ Այս պահին պետք չի, որ ես ասեմ ես ով եմ։ Հիմա անձի վայելում է, որ ես հնազանդվեմ նրա կամքին, ով ինձ ուղարկել է։ Շատ ժամանակ մենք էլ առիթը օգտագործելով, առիթից ելնելով, պահը օգտագործելով, մեր ով լինելը, մեր ինչ ունենալը կամ չգիտեմ, կամ շատ մարդիկ իրանց հենց են պահում, բայց Աստծո արդարությունը մի կողմ են դնում այդ պահին։ Համարում են, թե սա այդպես պետք է լինի, որտեվ ինքը հովիվ է, կամ որտեվ ինքը պաշտոնյա, կամ որտեվ ինքը այսինչ բան ունի, որտեվ ինքը շատ փող ունի, որտեվ ինքը շատ մեծ պաշտոն ունի, բայց Հիսուսն ասեց, չէ, հա ես գիտեմ, որ դա տենց է, բայց հիմա թույլ տուր, որ ես հնազանդվեմ հոր կամքին, խոնարհվեմ, որտեվ ասում է, այսպես է վայելում մեզ, բա մեզ ինչա վայելում, ինչա վայելում մեզ քրիստոնյաներիս, այս դարում ապրողներիս, մենք էլ ունենք բաներ, որ պիտի վայելի մեզ, հարիր լինի մեզ, ասում է, որ ամեն արդարությունը կատարվի, Հիսուս ինչ արդարության մասին էր խոսում, հոր արդարության մասին, այն արդարության մասին, որ հայրը երկրի վրա այդքան փնտրեց, որ մեկը կատարի, բայց մեկին չգտա, որ կատարի, միջև որ իա միացին որդուն ուղարկեց, չէ, Առակաց գրքի մեջ, կարծեմ ասում է, Եվ Աստված ամեն օր երկնքից ման է գալիս, թե արդյոք լինի մեկ իմաստուն, որ իր երեսը կփնտրի։ Այսինքն Աստված ման է գալի մեկին, որ իր վայելուչ օրենքների մեջ կգնա։ Գիտեք, օրենքը դա խիստ չի, օրենքը դա ինչ-որ սենց գավազանով ինչ-որ բան չի, օրենքը շատ հրաշալի է, երբ որ շնորհքի մեջ տեսնում ես ինչա քեզնից պահանջում։ Եվ Հիսուսն ինքն էլ չեկավ օրենքը քանդելու, որտեվ եթե այդքան էլ հարմար բան չլիներ, այո, ինքը հաստատ մի բան կքանդեր ու փոխեր, ասում է ես եկա, որ կատարեմ օրենքը, մարգարեությունները, որ կատարեմ։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Թույլ տուր հիմա, հետարքիր է, Հիսուսը կարծես է Հովանեսի որոշումը հարգեց, բայց խնդրենքով, թույլ տուր հիմա, թույլ տուր հիմա, որ այսպես նի, այսինքն խնդրում եմ էլի մի արգիլի, ճիշտ է դու հիմա այդ ծառայության մեջ ես հարգում եմ քո ծառայությունը, բայց թույլ տուր որ Աստծո արդարությունը ամեն ծառայությունից վեր է, ամեն կոչումից վեր է, հա ճիշտ է դու հիմա հայրս ուղարկել է քեզ որ դու իմ ճանապարհը հարթես, որտեղ գրված էր Հովանեսի համար մարգարական գրքի մեջ, որ ես իմ հրեշտակը կուղարկեմ, որ նրա ճանապարհը անապատում կանչողի ձայնը պատրաստեցեք նրա ճանապարհները, այո ես գիտեմ դու ով ես, հարգում եմ քո ծառայությունը, բայց խնդրում եմ ամեն ծառայությունից վեր թույլ տուր իմ հոր արդարությունը կատարվի։ Եվ Հիսուսը հարգեց եւ Հովանեսն էլ շատ լավ փառք Տիրոջը եւ ասում է եւ նա այն ժամանակ ասում է թույլ տվավ նրան, այն լավ է չի ասե չի ընդդիմացե մի քիչ այն չէ լինի, բայց փառք Տիրոջը որ Հովանեսը հնազանդվեց։ Հիմա գիտեք շատ ժամանակ միգուցե այդ պայն մենք չենք հասկացել, մի ուրիշի միջոցով է եղել կամ անձամբ քեզ հետ է եղել, Աստված քո հետ է խոսացել, բայց շատ հարցերում էլ Տերը քեզ ասում է, ինձ ասում է, թույլ տուր հիմա սենց լինի էլի, ինչ կլինի։ Հա ես գիտեմ որ դու ճիշտ ես, բայց ինչ կլինի, թող այսպես լինի։ Հիմա այդ բառը մի ասա։ Հիմա դու էդի մի պատմայան։ Հիմա դու այդ բանը մի ասա։ Քեզ սենց մի պահի, էլի։ Ճիշտ է, դու 100%-անոց ճիշտ ես, բայց թույլ տուր թող Աստծո արդարությունը կատարվի։ Շատ ժամանակ մեր առօրյայի, մեր կենցաղի մեջ էլա Տերը խոսում, որ թույլ տուր, որ իմ կամքը կատարվի, որտեղ շատ ժամանակ ես ձեզ մի բան ասեմ, մենք 100%-անոց ճիշտ ենք լինում, բայց Աստծո արդարության տակ առջև 0-յա մեր ճիշտը։ Նրա արդարությունը ավելի ճիշտ է։ Ինչքան կարևոր է ստե հասկանանք, Տեր, իմ կամքը լինի, թե քո արդարությունը լինի, կամ այս իմ որոշման մեջ քո արդարությունն է, թե իմ արդարությունն է։ Այս զանազանությունը կխնդրենք, որ իրապես Աստված մեր վրա ավելացնի այդ զանազանելու այդ ընդունակությունը, հա, որ Տեր ոչ թե իմ արդարությունը լինի, այլ քո արդարությունը լինի։ Կամ ընդհանրապես մեր կենցաղի, մեր առօրյայի մեջ խնդրենք, որ Աստված քո արդարությունը թող լինի։ Փառք Տիրոջը։ Եփեսացիներից 4 գլուխ
Եփեսացիներ 4 գլուխ առաջի խոսք առաջինից մինչև 7-րդ խոսք Արդ աղաչում եմ ձեզ ես Տիրոջ համար կապվածս որ այնպես գնաք ինչպես գվայել է այն կոչումին որի մեջ կանչվեցիք Ինչ կոչման մեջ ենք մենք կանչվել Որն է քո կոչումը Հիմա մեկը կասի ես առաքյալ եմ մեկը կասի ես ավետարանիչ եմ Ոչ դրանից առաջ Որն է իմ ու քո կոչումը Որն է մեր կոչումը Որ կոչման մեջ կանչվեցիր դու Աստծո որդի լինելու կոչման մեջ կանչվեցիր Եվ ասում եւ սա ոչ մարդուց էր ոչ էլ մարդու կամքից ոչ էլ այրունից այլ Աստծո կամքից որդիներ դառանք Այսինքն որդի լինելը սա մի հատ մեծ կոչում է իմ ու քո համար Դու կարող եկեղեցում ոչ մի բաներ չանես կարող ծառայություններ չունենաս կոչումներ պարգևեր չունենաս բայց մի հատ կոչում ունես որ աշխարհը չունի Դու Աստծո որդի ես Եվ Հովանեսի առաջի գլուխը ես շարունակեցի ասում իշխանություն տրվեցավ այդ մարդկանց Աստծո որդիներ լինելու Այսինքն սա հասարակ բան չի էլի որ հալա ուզում ես կանի տամ իշխանություն եմ քեզ տալի լինելու Աստծո որդի Իմ տղեն դառնալ այդքան հեշտ բան չի Այդ ես պիտի որոշեմ ես պիտի կամենամ ես քեզ պիտի քաշեմ դեպի ինձ որ դու ունես իմ տղեն Բայց նաև մի հաջորդնել շարունակում է բայց պիտի իմ նման դառնաս Իմ նման պիտի լինես որտեվ իմ տղերքը իմ նման են Այ մի հատ տղա ունեի ուղարկել է 2000 տարի առաջ տեսար ինչ նման էր ինձի Երբ որ սատանան կանգնեց Տիրոջ առաջ Հոբի համար Տերը վկայեց ասում տեսար իմ ծառա Հոբին Հպարտացավ Հոբով Առանձնահատուկ անձնավորություն էր Հոբը, դա համար ասում տեսար ուրիշ մարդ չկար իր մասին խոսել Հոբին, տեսար իմ տղուն, հա տեսաս, անենց այս ցանկապատի ով էլ լինի, ձև կլինի, բայց այտենց չէր, իհարկե Աստված միևնույն է հաղթող դուրս եկավ, հիմա ես երբ որ առաջի անգամ կարդացի Հոբի գիրքը, այս հարցը տվեցի ինձ, լավ իմ համար սատանան որ կանգնում է Տիրոջ առաջ, ինչ է ասում Տերը իմ համար Ասում տեսար իմ ծառա Էդգարին, այդ վստահությունն ունի իմ համար, սա մտածելու տեղի կտալեմ յուրաքանչյուրիս, որ սատանան կանգնի Աստծո առաջ, ինչ կասի իմ համար, և Տեր ինչ կպատասխանի իմ համար, սա կարևոր հարց է, որ ես ու դու պիտի մտորենք սրա շուրջ, հայր արդյոք ես այն կոչման ներքո եմ, որ ինձ տվեցիր, երբ որ կանչեցիր։ Եվ երկրորդ համարն ասում է ամեն խոնարհությունով, նայես արդեն հատկանիշներն ասում։ Ամեն խոնարհությունով, հեզությունով եւ երկայնամտությունով, սիրով իրար համբերելով, ջանալով հոգու միաբանությունը պահել խաղաղության կապով, մեկ մարմնի եւ մեկ հոգի, ինչպես կանչվեցաք էլ ձեր կոչումի մեկ հույսի մեջ։ Փառք Իմ կոչումն ինչ էր, որ ես միաբան լինեմ եկեղեցու հետ, միաբան լինեմ եղբայրների եւ քույրերի հետ, միաբան լինեմ Աստծո խոսքի մեջ, միաբան լինեմ Աստծո արդարության հետ, անարդարության հետ չէ, միաբան լինեմ Աստծո արդարության հետ։ Հետո ասում է 5-րդ խոսքն ասում է մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված եւ ամենքիս Հայրը, որ ամենքի վրա եւ ամենքի հետ եւ ձեր ամենքի մեջ է։ Փառք Տիրոջը, բայց մեր ամեն մեկից տրված է շնորհ Քրիստոսի պարգևի չափի պես։ Թող Տերը օրհնի մեզ։ Մենք լինենք մեր կոչման մեջ, ինչի համար որ Աստված քեզ կանչել է։ Հարազատս, դու ուղակի հավատացյալ չես։ Դու ուղակի դե շատ լավ է, եթե եմ եկեղեցի հանգստանում եմ, այնպես թեթևություն եմ զգում։ Դու ուղակի ներկա գտնվող մեկը չես։ Դու կոչում ունես, դու Աստծո տղա ես եւ Աստծո աղջիկ ես։ Սա քեզ պետք է ուղղակի հպարտացնի սատանայի առաջ։ Բայց ուրիշ հարցում չհպարտանաս։ Ուրիշ հարցերում խոնար մնա, ինչպես հաջորդ համարներում տողերում գրված էր։ Ամեն ինչով խոնարհությունով։ Թող Տերը օրհնի մեզ եւ լցնի իր ամեն խոնարհությունով։ Շարունակենք մեր ճամփորդությունը
Կողոսացիներիս առաջի գլուխ 9-րդ խոսքից կուզեմ կարդանք։ Նրա համար մենք էլ այն օրերից հետ, որ լսեցինք, ինչ չեք դադարում ձեզ համար աղոթք անելուց եւ խնդրվածք մատուցանելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով եւ ամեն իմաստությունով եւ հոգեվոր հանճարով։ Ինչ էր լսել Պողոսը, որ ամեն օր չէր դադարում աղոթել Կողոսացիներիս տարածաշրջանի եկեղեցու մարդկանց համար։ Ինչ էր լսել նրանց շնորհքը, լսել նրանց պարգևները, կոչումները, լսել նրանց նիստ ու կացը, որ ասուն են փառավորում եւ ուրախանում էր հովիվը, որ դուք գնաք ինչպես արժան է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործերով պատղաբել լինեք եւ աճեք Աստծո գիտության մեջ։ Նա ինչ հրաշալի հարցերով է Պողոս առաքյալը աղոթում այդ ժողովրդի համար, որ ինչ անենք, գնանք ինչպես արժան է Տիրոջը, որ Տիրոջը, ով մեզ կանչեց փրկության։ Ինչպես է արժանի նրան։ Ինչպես է արժանի, որ մենք այտենց վարվենք Տիրոջ, որպես քրիստոնյաներ, հավատքի մարդիկ, ճիշտ նմանվելով նրան, ով մեզ կանչեց։ Ամեն բանի մեջ, նայեք, ասում է, մասամբ չէ, որտեղ քեզ հարմար է, այտենց չէ, ասում է, ամեն բանի մեջ հաճելի լինենք նրան, ով մեզ կանչեց իր արքայության մեջ։ 11-րդ խոսքն ասում է, ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության եւ երկայնամտության մեջ, ուրախությունով եւ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը։ Ինչին մասնակից լինելու սուրբ վիճակին։ Դե մենք սուրբ չենք, չէ՞, թե սուրբ ենք եղել։ Մենք սուրբ չենք եղել։ Հիմա էլ պայքարում ենք սուրբ դառնալու համար։ Դեռ պայքարը, դեռ կռիվը, քանի շունչ կա այս մարմնում, մենք պետք է պայքարենք հասնելու դրան, Տիրոջ իհարկե Տիրոջ օգնությամբ, բայց հետարքի ասում է, որ դուք սուրբ լինեք, սուրբ վիճակին մասնակից լինեք սուրբ վիճակին։ Այսինքն մեր վիճակը, ասում է, վիճակը ոնց է, դե ասում է լավ էլի, ոչինչ։ Մեր վիճակը ոնց է։ Մեր վիճակը ոնց է։ Մենք սրա մասին պետք է մտածենք։ Մեր վիճակը ոնց է։ Արդյոք մեր վիճակը սուրբերին հաղորդ վիճակն է։ Սուրբ վիճակին հաղորդ վիճակը, թե դեռ այնքան էլ դեռ չենք հասել։ Սա մեզ ուղղակի մտածելու հարց է եւ աղոթքի թեմա։ Տեր իմ վիճակը սուրբերին սուրբ լինելու վիճակին հաղորդ արա։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Առաջի Թեսաղոնիկեցիներիս մեջ Առաջի Թեսաղոնիկեցիներիս 2-րդ գլուխ 12-րդ խոսքի մեջ հորդորում եւ մխիթարվում ենք եւ վկայություն էինք տալիս, որ դուք գնաք ինչպես այն Աստծուն կվայելե, որ ձեզ իր արքայության եւ փառքի մեջ կանչեց։ Ինչպես գնանք, այն Աստծուն ինչպես որ վայել է, որ քեզ կանչեց, ինձ կանչեց իր արքայության եւ իր փառքի մեջ։ Հիմա եկեք մի փոքր խորենք սրա մասին։ Աստծո արքայությունը եւ Աստծո փառքը ինչպիսին է։ Հովհաննեսը Հիսուսին տեսավ Աստծո փառքի մեջ, երեսնիվայր մեռելի պես ընկավ իր ոտքերի առաջ։ Աստծո փառքի մեջ լինելը դա իհարկե հիմա շատ բան չենք հասկանա, մինչև այս մարմնից դուրս չգանք, բայց ինչքան որ Տերը շնորհք տվե հասկանալու, որ նրա փառքի մեջ ամեն բան սուրբ է, կատարյալ է եւ անբիծ է։ Դե համար Տերը սենց կանոն եւ օրենք դրեց, որ երկինք բնավ մեղք չի մտնելու։ Հայտնության, կարծեմ 20-րդ գլխի մեջ ասում է, եւ երկինք բնավ մեղք
չի մտնելու, խի չի մտնելու, որտեղ այնտեղ սուրբ է ամեն բան։ Հիմա մեզ ինչ արեց, որ հաղորդ լինենք իր արքայության փառքի մեջ կանչեց։ Այսինքն մենք պետք է այդ կանչվածությանը, որտեղ որ մեզ կանչեց, մենք այդտեղ պետք է արժանի լինենք, որ մուտք գործենք։ Եվ արժանի լինելու համար Աստված մեզ երկրի վրա Սուրբ Հոգին մեր հետ համբերատար աշխատանք է տանում։ Մեր մեջ բան ասկսե, որ պիտի իր ավարտին հասցնի։ Շնորհակալ ենք Տիրոջը սրա համար։ Սաղմոս 133-ի մեջ մի հրաշալի խոսք կա նորից գրված, որ ինչն է Տիրոջը հաճելի, ինչն է վայել մեզ, որ մեզ կանչած Աստծու հաճելի պես գնանք։ Ասում է, տես ինչքան բարի է եւ ինչքան ցանկալի, որ եղբայրները իրար հետ մեկտեղ բնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է եւ գլխի վրա, այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդեսների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոնի սարի վրա, որովհետեւ Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Բայց որտեղից սկսավ այս ամեն ինչը, երբ որ վայելուր ձևով միաբան էր եկեղեցին։ Եղբայրները, ես չեմ առանձնացնում նաև քույրերին, որտեղ մեծ դեր ու նշանակություն են քույրերը մեր կյանքի մեջ եւ եղբայրների կողքին եւ եկեղեցու մեջ։ Եվ քույրերն ասեցին ամեն։ 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 Փառք Տիրոջը։ Սաղմոս 93-ն էլ կարդանք։ Սաղմոս 93-ը 5-րդ խոսքից։ Քո վկայությունները շատ հավատարիմ են եւ քո տանը վայելուչ է սրբությունը, ով Տեր երկար օրերով։ Ինչն է վայել Աստծո տանը? Սրբությունը։ Հիմա ով պիտի մտնի իր տուն։ Մենակ սուրբերը։ Մենակ սուրբերը կարող մտնեն իր տուն։ Առանց սուրբ լինելու իր տուն չես կարող մտնես։ Որտեվ գրված է սուրբ գիրքը բազում տեղերում։ Աստված սուրբ է, դրա համար ասում է ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, խի, որ մտնես իմ հանգիստը։ Որտեվ առանց սուրբ լինելու նրա հանգիստը մտնելու հնարավորություն ոչ ոք չունի, անգամ նրա հանգստից դուրս շպրտվավ մեկը, որ իրան կեղտոտեց, աղտոտեց։ Գիտեք ով է։ Վայր շպրտվավ երկնքից, որ իրան ներկայության մեջ փորձեց խաղեր տա, բայց չհաջողվեց իրան։ Հետևաբար ոչ մեկին էլ չի հաջողվի նրան ներկայության մեջ մտնել առանց սրբության։ Սրբությունը դա այն անցակարգն է, հա, որ կարող ես մուտք գործել մի վայրից մյուս վայրը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այս երկրավոր ժողովուրդը Աստծուց են սովորել։ Բաներ են սարքել։ Դնում ես կամպյուտերի վրա թույլ է տալի նոր մտնում ես ներս։ Այն դռներ կան, չէ՞, հատուկ կոդերով։ Տիրոջից են սովորել։ Ասեն, որ Աստված ասել է մի բան գտի։ Սրբությունը դնում ես կամերայի վրա եւ մտնում ես ներս։ Քո վարքը, քո կյանքը ամեն բան արդեն իսկ խոսում է, որ դու կարող ես մտնել Տիրոջ ներկայության մեջ։ Փիլիպպեցիներից առաջի գլուխ այսօր ճանապարհորդություն ունենք Աստվածաշնչի մեջ, որ նրա ներկայությունը եւ նրա խոսքը ավելի կատարյալ լինի մեր մեջ։ Փիլիպպեցիներից առաջի գլուխ 27-րդ համարն ասում է. Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ, թե հեռու լինեմ, թե լսեմ ձեր մասին, որ հաստատ եք մեկ հոգով, մեկ շնչով պատերազմեք ավետարանի հավատքի համար։ Ինչպես գնամ, ինչպես որ կվայելե ավետարանին, Աստծո խոսքին։ Իսկ այսօր շատ ժամանակ Աստծո խոսքն օգտագործում ենք, երբ որ մեզ հարմար է, Աստծո խոսքը պահում ենք, երբ որ մեզ հարմար է, բայց Տիրոջ խոսքն ասում է, գիտես, դու ինձ պիտի պահես։
Դու ինձ պիտի պահես, դու պիտի խոնարհվես, ոչ թե մենք պիտի հարմարվենք Աստծո խոսքին, ոչ թե Աստծո խոսքը հարմարեցնենք մեզ։ Դա համար ասում է գնացեք ինչպես վայել է Քրիստոսի ավետարանին։ Ավետարանը դա այն քարտեզն է, որ ոնց գնանք, ուր գնանք, երբ գնանք։ Պատկերացնում եք, մի թազա քաղաք եք, անծանոթ վայր եք, չկա GPS, չկա այնտեղ Yandex տաքսի, չկա ոչ մի ծրագիր, չունես քարտեզ, թե գնա հասցին որտեղ որի մասին որ դու լսել ես, չես կարա։ Իսկ երկինք, եթե ես սա երկրավոր ասեցի, որ երկրավոր կյանքի մեջ չենք կարա հասնենք այդտեղ, բայց երկրային ճանապարհորդության մեջ մենք կհասնենք տեղ, եթե ճամփա, տեղ, ժամ, ձև, չգիտենք, իհարկե ոչ, դե ճանապարհը գծողը, ճանապարհը սարքողը ինքը շատ լավ գիտի մեզ ոնց տանի, որտեվ նա մեզնից առաջ եկավ եւ այդ ճանապարհը պատրաստեց։ Թող նրա անունը փառավորվի եւ մեզ օգնի, որ իր ավետարանին վայելող կերպով քայլենք ու գնանք։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 8-27 խոսքն ասում է. «Եվ սրտերը քնողը գիտե, թե ինչ է հոգու խորհուրդը, որտև Աստծուն վայելող կերպով սուրբերի համար բարեխոսում է»։ Այ քեզի բան։ Փաստորեն հասկացանք այս տողից, որ Սուրբ Հոգին էլ է ուշադրությամբ նայում, թե հորը վայելող կերպով մեր համար աղոթի։ Ինչպես է վայել Աստծուն։ Ես այդպես բարեխոսեմ Ռոման եղբորի համար, մյուսների համար, այս եկեղեցու համար, այս ազգի համար, այս անհատի համար։ Անկամ Աստված ինքը ուշադրություն է դարձնում դրան, որ այդ բաները չխախտվեն։ Բայց ինչքան առավել եւս ես ու դու, որ պետք է նայենք ամեն բանի մեջ վայելուչ ձևով վարվենք Աստծո առաջ։ Եվ ասում է հոգին, խոսքը Սուրբ Հոգու մասին է, որ գիտի ամեն խորհուրդները մեր եւ Աստծո խորհուրդներն էլ գիտի, ասում է որովհետև Աստծուն վայելող կերպով է սուրբերի համար աղոթում։ Դե շատ ժամանակ մենք չգիտենք, չէ՞, օրինակ եղել է ձեզ հետ, որ ուզենաս աղոթես, բայց չգիտես ինչ աղոթես, ոնց սկսես, բայց Սուրբ Հոգին գիտի Աստծուն, գիտի նրա խորհուրդները եւ այդ խորհուրդներին վայելող կերպով աղոթում է ինչ որ մեկի համար։ Պատկերացնում եք ինչ աղոթ կլինի։ Սա խորհուրդներից ուղն ու ծուծից պապայի տեղյակա Սուրբ Հոգին Հայր Աստծո խորհուրդներից ամբողջությամբ տեղյակ է։ Չկա մի տեղ, չկա մի բան, որի տեղյակ չնեն, որտեղ նրանք մեկ են, հոր եւ որդու հետ, ինքը մեկ է հոր եւ որդու հետ։ Եվ ինքը հոր խորհուրդներին վայել կերպով բարեխոսում է մեկ անձնավորության համար։ Այ թե ինչ լավ աղոթք է։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի քեզանից, որ քեզ նման բարեխոսող եւ աղոթող ընկեր ունենք մեր կյանքի մեջ։ Ամեն։ Կուզեմ նա ծափարենք Հիսուսին Սուրբ Հոգու համար, որ նրան նման մեկին է, ամեն, որ նրան նման մեկին է դրել մեր կյանքի մեջ, որ Աստծո խորհրդին համապատասխան ձևով մեզ համար աղոթի։ Երկինքներ շարժող աղոթք է դա, թող Տիրոջ անունը փառավորվի։ Շատ լավ, մի փոքր հետեթանք եւ հասնենք Եսթերի գիրքը։ Եսթերի գիրքը։ Եսթեր քրոջը ճանաչում եք։ Հոյակապ անձնավորություն, խոնար, հես։ Ջան։ Եսթերի առաջի գլխի մեջ մի հրաշալի բան կա գրված, որ կուզեմ նայենք նաև մեր փրկչի հետ կապված այս ամեն ինչ, այս տողերը։ Եսթերի առաջի գլուխ 7-րդ խոսքն ասում է. «Եվ խմելիքները տրվում էին ոսկի անոթներով, եւ անոթները միմյանցից տարբեր էին, եւ թագավորի գինին արատ էր, ինչպես որ թագավորին կվայելե»։ Մեր թագավորին ինչն է վայել։ Գիտեք, մեր թագավորին էլ վայել բաներ կա, որ մենք պետք է դրանց հետ հաշվի նստենք, խոնարհվենք եւ այնպես ապրենք, որ մեզ տեսնողը տեսնի, որ իրապես վայել է սրան կանչողին։ Հոբը
նորից հիշենք այդ աղբորը։ Հոբն ասում է, Հոբի համար հետարքիր հատկանիշներով Տերը ինքը վկայում է, պատկերացնում եք, եթե չեմ սխալվում, այտենց բանով պատմությունների մեջ կարծեմ երկու, չէ, երևի թե Աբրահամին էր 3, բայց երկուսին հիշենք, որ սենց շատ բանով վկայել է ինքը Տերը, դա Դավիթն է եղել, մեկ էլ Հոբը։ Դե իհարկե Հիսուսը արդեն գիտենք այո կատարելության մեջ է, բայց Հոբի համար ասում է, եւ մեկ օր երբ որ Աստծո որդիները ասում է եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ Սատանան էլ եկավ նրանց հետ կանգնեց նրանց միջում։ Եվ Տերն ասաց Սատանային. «Որտեղից ես գալի?» Եվ Սատանան ասեց Տիրոջը երկրի վրա շրջելուց եւ նրանում ման գալուց, մի ուրիշ թարգմանության մեջ ասում է թափառելուց, դե հազիվ էլի թափառի, ասում է ուշադրություն դարձրեցիր իմ ծառա Հոբին եւ նրան նմանը չկա երկրի վրա, Աստված իմ, նրան նմանը չկա երկրի վրա, կատարյալ եւ ուղիղ մարդ, աստվածավախ եւ չարությունից հեռացող, եւ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասաց. «Միթե Հոբը ծրի է աստվածավախ, անպայման պետք է բզբզար, անպայման պետք է խառներ նախանձը»։ Բայց Տերոջ պատասխանը նրան նմանը չկար։ Սա մեծ վկայություն է, այսօր մարդը քո մասին վկայում է, մետեղ մի փոքր քեզի լավ ես զգում, բա որ Աստվածը վկայում քո մասին։ Երկինքն ու երկիր ստեղծողը վկայում է քո մասին, ասում է դու տեսար իմ զավակին, իմ տղուն կամ իմ աղջկան, որ նրա նմանը չկա։ Փառք Տիրոջը, Աստված ինքն էլ ունի իարքայության մեջ կանոններ, Աստված ինքն էլ ունի իարքայության մեջ դրված կարգ, դրված իրավունքներ, կարգ ու կանոն, հա։ Տիրոջ խոսքն ասում է հայտնության գրքի մեջ եւ նաեւ շատ վկայություններ, որոնք տեղի ունեցել երկրի վրա, երկնքում միշտ երկրպագություն է, երկնքում միշտ երգ եւ երաժշտություն է։ Գիտեք, այնտեղ չկա տրտունջ, այնտեղ չկա վայ պրծավ, վայ չունեմ, վայ չեմ կարում, վայ չի լինի, չէ, դժվար լինի, դու այդքան ասել եմ չի հավատա, չկա այնտեղ նման հասկացողություն, այնտեղ մենակ մի բան կա։ Երգում են ասում են Սուրբ է զորաստերը։ Եվ ամբողջ երկինքն ու երկիրը լի է նրա փառքով։ Այնտեղ մենակ այդ մի բանն է տեղի ունենում։ Դու էլ նախապատրաստվի, որտեղ այնտեղ նույն բանն էլ մենք ենք անելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ Եստերի օրոք թագավորի պալատում թագավորին վայել էր, որ նրա գինին անպակաս լիներ։ Մեր Տիրոջ գահի առաջ էլ անպակաս է փառաբանությունն ու երկրպագությունը։ Եվ Տերն էլ մեզ կոչ անում, որ մենք էլ միանանք եւ այդ գինուց խմենք, նոր գինի խմենք, հա, անընդհատ խնդրենք նոր գինին եւ վայելենք ու միանանք սուրբերին երկնքում մենք երկրից միջև որ միանանք երկնքում այդ սուրբերին։ Փառք Տիրոջը։ Կողոսացիներիս 3-րդ գլխի մեջ, Կողոսացիներիս 3-րդ գլուխ 18-րդ համարն ասում է. Էսի տղամարդկանց շատ դուր կգա այս համարը, կանայք ասում է հնազանդ եղեք ձեր մարդկանց, եւ տղամարդիկ ասեցին ստեղ ամեն վստահ եմ, ինչպես կվայելե տերումը։ Նայեք, անգամ իրար հետ հարաբերության մեջ, հաղորդակցության մեջ, լավ ստեղ գրած ամուսների մասին, ես կասեմ եղբայր, եղբոր հետ, քուրը քրոջ հետ, հա, ասում է իրար հետ այնց հաղորդակցվեք եւ շփվեք, որ կվայելե տերումը։ Ոնց է վայել Հիսուսին, որ ես ձեր հետ շփվեմ, դուք իմ հետ կամ իրար հետ։ Հարգանքով, սիրով, քաղցությունով, ամենախորը հարգանքով Հովանես ավետարանիչը ասում է,
որ Հովանեսի թղթերի մեջ ասում է մանկուկ սիրեք իրար, որտեվ սա է Տիրոջ առաջ հաճելի, սիրեք իրար։ Հիմա ասում է կանայք, դուրնես եկավ, երկու անգամ եմ կրկնում, կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց, ինչպես կվայելե տերումը, վայելե տերումը։ Քույրեր, եղբայրների հետ նես վարվեք, ինչպես կվայելե տերումը, եղբայրները նես վարվեք, ինչպես կվայելե տերումը, բոլորը միասին։ Փառք Տիրոջը, որ ասված մեր հարաբերությունների մեջ էլ անգամ դրել է, որ ընենց հետը վարվի, ոնց որ իմ հետ կվարվես։ Հա, նա չափը չանցնես, էլի, իմ աղջիկն է կամ իմ տղեն է։ Օրինակ ինքը չի ես եմ իր հատ քո դեմը կանած, ոնց կվարվես իմ հետ։ Այտենց վարվի եղբորոդ հետ կամ քրոջդ հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Եղբայրներն ասին ամեն։ Մարդիկ սիրեք ձեր կանանց եւ դարը մի լինեք նրանց դեմ, որդիներ հնազանդ եղեք ձեր ծնողներին ամեն բանի մեջ, վասնզի այդ հաճո է Տիրոջը, հայրեր մի զայրացրեք ձեր որդկանց, որ չվհատվեն, ծառաներ հնազանդ եղեք ամեն բանի մեջ ձեր մարմնավոր տերերին, ոչ թե աչքի առաջ ծառայություն անելով մարդահաճոյի պես, բայց սրտի միամտությամբ Աստվածանից վախենալով։ Դու այնի ով է, որ ինձ ասի, ես այդ ամետ իշ բան անեմ։ Նա քո մարմնավոր տերն է, քո տնօրենն է։ Հա, կարաս քաղցությամբ ասա, որ կլինի այսօր չանեմ կամ սենց, բայց ասում ամեն բանի մեջ հնազանդ եղեք տերումը, ձեր մարմնավոր տերերին, գիտենալով, որ Տիրոջից կառնեք ժառանգություն, այսինքն ես իմ տնօրենին հնազանդվեմ, բայց Տերը վարձք տա, այո։ Գիտես խի, որտեվ դու ամեն բանում հաճո երևեցար ինձ, ոչ թե իրան։ Այս է ամբողջ կորիզը, հա, եւ կառնեք ժառանգության հատուցում, վասզի Տեր Քրիստոսին եք ծառայում։ Տեր Քրիստոսին ենք ծառայում։ Եվ վերջին համար ասում է, բայց անիրավը հատուցում կստանա իր արած անիրավության համար, աչառություն չկա։ Այսինքն Տիրոջ մոտ աչառություն չկա։ Հնազանդ եղար ինձ, ես քեզ վարձ կտամ։ Ախ դու տեսա, դու շատ սիրիր աղբորդ, ես քեզ վարձ կտամ։ Ահա տենում եմ մեր երկու քույրերը իրար հետ շատ սիրով են, ես ձեզ վարձ կտամ։ Սեդակուրս մխիթար աղբորս այնքան է սիրում, Տիրոջից վարձ կունենա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ վերջի համարն էլ կարդամ։ Տիտոսի 2-րդ գլուխ առաջի խոսք։ Բայց դու խոսիր, ինչ որ կվայելե ողջամիտ վարդապետությանը։ Խոսիր, անդրադարձավ մեր շուրթերին, ինչ են խոսում մեր շուրթերը, երբ որ մենք տանն ենք, երբ որ մենք գործի տեղն ենք, երբ որ մենք բարկացած ենք, երբ որ մեր սրտով չի, ինչ են խոսում մեր շուրթերը, արդյոք քո խոսքը, որ դուրս է գալիս, քո շուրթերից վայելում է Տիրոջը, որ քեզ կանչեց սրբության։ Այն, որ կվայելե ողջամիտ վարդապետությանը, ես ձեզ մի բան ասեմ, վարդապետությունը մենակ ստեղ կանգնողի համար չի։ Դու կարող ես քո աշխատանքի վայրում լինես Աստծո օրենքի մեջ, այդ վարդապետության մեջ։ Վարդապետություն միայն մի հասկացեք աստվածաբանական համալսարան, վարդապետություն նշանակում է Աստծո խոսք, Աստծո օրենք, Աստծո այն խոսքի այն ֆունդամենտները վարդապետական, եւ դու դրա մեջ կարաս լինես տանը, դաշտում, աշխատանքի վայրում, ամեն տեղ, ուր որ լինես։ Այն որ կվայելե ողջամիտ խոսքի, դու դրա մեջ մնա, ասում է Տերը։ Ծերերը զգաս լինեն, ծանրաբարո եւ խոհեմ, ողջամիտ հավատքով, սիրով, համբերությամբ,
Նույնպես էլ պարավները կամ ծերերը չնեղանաք այս պարավ բառից, որտեղ սա մեջ հայտնվել եմ, նույնպես էլ պարավները սրբավայել վարմունքով, ստեղ եղբայրը պարավ ասե, ես կասեմ տո պատանին, մանուկը, երիտասարդը, քուրը, աղբերը, բոլորը սրբավայել վարմունքով պետք է Տիրոջ առաջ ընթանանք։ Նույնպես էլ պարավները սրբավայել վարմունքով լինեն ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տվող, որ զգաստացնեն մատղաշ կանանցը, լինել այրասեր և որդիասեր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, տեսեցի մեր օգուտնա, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհոյվի, ու ինչ չլինի, չհայհովի, այսինքն կարա իմ պատճառով, որ ես ողջամիտ վարդապետությունը վայել կերպով չգնամ, Աստծո խոսքը հայհովի այնտեղ, որտեղ որ ես եմ ապրում, գործում, աշխատում, մտնում, ելնում։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Նույնպես էլ հորդոր երիտասարդներին, որ խոհեմ լինեն, ամեն կողմանե քո անձը բարի գործերին օրինակ դնելով վարդապետության մեջ անեղծությամբ, ծանրաբարոյությամբ գնաս, ողջամիտ խոսքը անմեղադրելի, որ հակառակորդը աման չէ, ձեզ վրա չար ասելու բաներ չունենալով, որ աման չի, որ ամոթով մնա։ Մեկը, ինչ որ ասել են, դու ողջամիտ վարդապետությունը պահիր քո մեջ, Աստծո ողջամիտ խոսքին վայել կերպով ապրիր, անդե որտեղ որ դու կաս, ամեն ժամանակ, որ Աստված քեզ պարգևի վրա, երկրի վրա, արևի տակ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Բարի ա Տերը, սա էլ Աստծո տան օրենքներն է, սա այսպիսի վարքը այս համարների ներքո, որ մենք ոնց որ թե ուսումնասիրեցինք, սա ասեմ, սա փոքր մի տոկոսներ, որ մենք կարդացինք, ամբողջ խորհուրդները այստեղ է գրված 66 գրքերի մեջ, որ ես ու դու կարիք ունենք ամեն օր դրանով սնվելու։ Թող Տիրոջ անունը փառավորվի եւ Տերը օգնի մեզ, որ նրա տանը, ինչպես որ վայել էր թագավորի տանը լավ գինին միշտ առատ լինելու, այնպես էլ մեր կյանքի մեջ այս վայելուչ ընթացքը միշտ ունենալու։ Ամեն։ Տերը օրհնի մեզ։ Հիմա կխնդրեմ կանգնենք աղոթքի Տիրոջ առաջ եւ խնդրենք, որ Սուրբ Հոգին Աստծո կամքին վայելուչ կերպով պատկասմեք ինչ աղոթք կլինի։ Տիրոջ առաջ մեր Տիրոջը մեզ համար աղոթի։